Մերոնք կետեեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Ընտրություններին ընթառաջ սկսվել է աժոտաժ այսպես կոչված խարդավանքների շարքը եւ ընդհանրապես մենք ձեզ հետ միասին, սիրելի հետևորդներ, բեմադրված ֆիլմերի ենք ականատես լինելու, լավ վատ, բայց էությունն ու բովանդակությունը գարշելի երկու կողմից էլ։ Մի կողմը այն մարդիկ են, ովքեր Հայաստանը պարտության եզրին հասցրեցին, ասում են մենք լավն էինք, մյուս կողմը վերջնական պարտությունը ստորագրող իշխանությունն է, ասում են մենք լավն ենք։ Նիկոլ Փաշինյանն ասաց ես բերեցի անկախությունը։ Մեղքս եկավ մեզ։ Անկախությունը Նիկոլ Փաշինյանը բերեց, նոր բերեց։ Այն տարիներին, երբ պայքարում էինք հայոց սարերով լեռներում բան, այդ մենք չէինք բերում, մենք չկայինք։ Այ Փաշինյան Նիկոլը եկավ եւ բերեց անկախությունը եւ բերեց խաղաղությունը։ Եվ մի բան էլ հեգնեց, ասես մենք այնպեսի խաղաղություն ենք բերում, որ հետո 10 տարի անց մուշտուկը բռնած չգանք կանգնենք։ Չգիտեմ, լամ թե խնդամ։ Բայց Նիկոլ Փաշինյանը երևի թե իր այս պահվածքով, այս վերջի տեղն էլ գնացել էր ցանկապատը դիտելու, հագել էր Չինաստանի առաջնորդի շորանման կամ Ստալինի շորանման մի բան, այսպես փոքրիկ բռնապետիկի տեսքով, գլխարկով, եւ ծանր բաները էժանացնում էր։ Այս մարդու մոտ բնավորություն է։ Ավինյան Տիգրանը շարունակում է իր հաղթարշավը ճակերտների մեջ ապականելով ամեն բարոյականը, մի աղջիկ Ալեն Սիմոնյանի նկարն էր դրել, ցուցադրում էր մի խոսքով գժանոցում պակաս չկա։ Հիմա հերթով գանք։ Դերասան Մկրտիչ Արզումանյան։ Մկոն։ Տարիներ առաջ դեռ տխրարչակ Ռոբիկն ու Սերժիկն էին թագավորում, ես իմ հանգուցյալ ընկեր Աշոտ Հախիդյանի հետ մի հաղորդում պատրաստեցի, ով այս տղերքի բառապաշարի քննադատեց, ասաց, «Էս ինչ հայերեն եք խոսում։ Դուրսը դերը ցածծվի, թե ներսը դերը ցածծվի», ինչ որ հումորային բաներ էին անում։ Այս աղբը չի կարելի բերել եթեր, անգամ եթե գովազդ եք անում։ Հետո մեկը զանգեց, ասաց, դա DJ-ի լեզուն է, ասացինք Շան որդի, Մեսրոբ Մաշտոցը DJ-ի համար լեզու չի գրել առանձին։ Դեր են տարիներին։ Հետո օրերը ծուխ եղան, դերասանները ամենքը միտեղ ակտիվացան, հայտնի Հայկ Մարությանը դարձավ քաղաքապետ, հետո դուրս եկավ, Մկոն մնաց իր դերասանությանը, իր գործին։ Այս վերջի ներկայացումները, որ բեմադրում են, ցանկապատը Զորյանի բավականին տպավորիչ ներկայացում է, լավ ներկայացում է, ճիշտ ներկայացում է, մտածել տվող ներկայացում է, մեջը եւ հումոր կա, եւ իմաստություն կա, եւ մեր դառը իրականությունը կա։ Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը գնացել էր այնտեղ եւ ինչպես ասում են, այդտեղ էլ փչացրեց։ Նիկոլ Փաշինյանը ցավալիորեն սովոր է պարզ բաները դարձնել ավելի պարզունակ, ավելի ոչ մի բան, իջացնել պլենտուզից ներքև։ Բնավորությունն է այդպիսին։ Այս մարդը, որ մի բան է ուզում ասել, աչ ձեռքով աչ ականջի բլթակը բռնելու փոխարեն, ձախ ձեռքը բերում է, այսպես բռնում աչ ականջի բլթակը։ Դարձնում ինչ որ անհասկանալի հաջապ սանդալ այդ ամեն ինչը եւ չգիտես ինչու համար, բայց թերևս հուսամ Նիկոլ Փաշինյանը Զորյանի ցանկապատը կարդացել էր։ Հուսամ։ Եվ ընդամենը մի պարզ բառով ցանկապատի տրամաբանության հետ կապված սահման եսիեն հետ ասելու փոխարեն մի ամբողջ դիսկուրս սարքեց, էժանացրեց ամբողջ միտքն ու գաղափարը։ Բայց այսպես ասած Facebook-յան հանրությունը չներեց Մկոյին, Մկրտիչ Արզումանյանին եւ սկսեցին որոշ խմբեր այս մարդուն մեղադրել դավաճան Նիկոլի հետ երկխոսելու, դավաճան Նիկոլին լսելու եւ այլն եւ Ուրեմն այդ տարածողների տերերը այն դավաճաններն են, այն քոչարյանասերժական հորդան, ովքեր դավաճանեց Հայաստանի Հանրապետությանը։ Նիկոլն էլ այն ուղեղազուրկն է, եթե կուզեք իմանալ, որ դրանց պատիտակ չգնդակահարեց դավաճանության համար։
կուզեիք իմանալ, այդ 44 օրից է դրանց բոլորին պիտի պատի տակ շարեին։ Պատի տակ շամպես սատկացնեին, քանզի Հայաստանը այդքան թույլ բանակ չի ունեցել։ Գինը չիմացան ոչ Եռաբլուրի, ոչ մեր, ոչ այս ժողովրդի տառապանքի եւ հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մենակ ինքը չի մեղավոր, ճիշտ է, ինքն էլ է մեղավոր, բայց մենակ ինքը չի մեղավոր եւ այլն, հիմի պարզվեց, որ անկախությունն ինքն է բերել։ Ու այսպես շարունակվում է կլո ու նադան։ Ցավալի իրողություն է։ Այստեղ խնդիրն են չի, չգիտեմ, Նիկոլին դեմ ես թե կողմի ապուշանաթաթ գրում է, ախպեր դու կողմնորոշվի։ Ախպերը ինչ հարցով կողմնորոշվի։ Մենք ունենք պայքար, ունենք պայքարով անցած մարտիկներ, ունենք հայրենիք, ունենք հայրենիքի համար զոհված, ունենք հայրենիքի համար տառապած քույրեր, եղբայրներ, ունենք որբ երեխեք, ունենք որ ասում է մայրեր, ովքեր որդեկորույս են, կանայք, ովքեր ամուրի անամուսին մնացին եւ այսպես շարունակ։ Եվ իմ ցավը հայրենիքն է, ոչ Նիկոլն է իմ ցավը, ոչ էլ Քոչարյանն ու Սերժիկը։ Իմ ցավն է կամ իմ տեսակի ցավը, որ էլ այդ աղբի մեջ չհայտնվենք, բայց արիտես շարունակում ենք հայտնվել։ Շարունակում ենք էժանացնել մեր ամեն ինչը։ Ցավալի իրողություն է։ Ըստ այդմ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր, այսպես ասած, հաղթարշավը։ Հայ ես անկախություն բերեցի, հայ ես չգիտեմ, ես արեցի, են արեցի, չգիտես, էլի եմ ասում, լաս թե խնդաս այս երևույթից։ Բայց շարունակելով Նիկոլ Փաշինյանի կադրերը, ես ուզում եմ հիշեցնել մի պատմություն ինձ մեկը հիշեցրեց, ասեց Ամերիկայի հատուկ ծառայությունները ՑԵՌ-ում ինչ որ սովետական դարձած երկրում ունեցել է մի փոխնախագահ, ում ժամանակին օգնել են, հետո երբ որ խորհրդայնացել է տարածքը, ասել են, քեզ ինչ են ասում, երբ որ բացահայտվել է ՑԵՌ-ի ղեկավարությունը, քեզ ինչ է ասում, ինչ են քեզանից պահանջում, ասում է, իրենք այսքանի տարի իմ հետ կապի դուրս չեն գայց, իրենք ինձ մի հանձնարարություն են տվել։ Բոլոր պետական պաշտոններում հնարավորինս նշանակել ապուշներին, անուղեղներին, անսիրտներին, անհոգիներին եւ ոչինչ չանել։ Եվ այդ բոլորը այդ մարդիկ կամ այդ մարդանմանները կավեր են այդ երկրի արմատը։ Երևի Նիկոլ Փաշինյանին ինչ որ մեկն ասել է, որ ինչքան անկապ անորոշ մարդ կա, ով թքած ունի Հայաստանի, հայի, մեր տեսակի, մեր երկրի, մեր սրբությունների վրա, դրանց նշանակի պաշտոնի, ասենք քաղաքապետ Ծիկռան Ավինյանը, ով հայրենը իրեն թույլ տվեց պղծելով գրել պատերին կամ թույլ տալ գրել։ Երեք նորից հերթական դավադրությունն է սկսել, իրենց թվում է, թե ես չեմ հիշելու, այդ Կոմիտասի կոնսերվատորիայի դիմացի այգու շուրջ։ Հիշեցնեմ, Տիգրան Ավինյան կամ Տիգրանանման ինչ-որ մեկ այդ անունն էլ ափսոս, այսպիսի հանցավոր գործունեության համար, դուք դիտմամբ չորացնում եք այգին, թույլ չտալով սեփականատիրոջը իր իրավունքների մեջ գործ անել։ Դուք թույլ չտվեցիք, վաճառեցիք, որ այդ այգու տերը կամ նոր տերը եւ մշակի եւ այնտեղ մի սրճարան կառուցի, հինը քանդեց մարդը, նորը թույլ չտվեցիք, 4-5 նախագիծ ներկայացին թույլ չտվեցիք, բայց փոխարենը սադրում եք ամեն օր, թե այս այգու նոր սեփականատերը այգին չորացնում է։ Այս այգու նոր սեփականատերը անգամ այգին ձեռք բերելուց հետո 10 միլիոն դրամի թույլ տեսակի ծառատեսակը բերեց, այսպես ասած, ռոռոկման համակարգը կառուցելու բոլոր բաները, էդ էլ արգելեցիք։ Այգին դուք չորացնում եք եւ գիտեմ, ինչ որ մեկին ուզում եք տալ։ Բայց քանի որ այնքան պիղծ եք Տիգրան Ավինյան եւ Ավինյաններ ձեր պահվածքով, չեք ուզում այս մարդու արած ծախսը հետ տակ, ասեք, այ այգու համար դու տվել ես 200 միլիոն դրամ, արքու 200 միլիոնը ախպեր ջան, այս այգին տալիս եմ Սողոմոնին, չէ։ Դուք ասում եք, այս մարդը ստոր է, այգին չորացնում է, այգին չի մշակում, որպիսի ֆոն ստեղծեք, այդ գումարն էլ հետ չտակ մարդուն, այն այգին անեք կամ ձեզանով կամ ձեր ուզած մարդով։ Այսպիսի ստորություն
Ակնհայտ, եթե ես սուտ եմ ասում, չգիտեմ, կամ այդ սեփականատերերին կարող եմ հրավիրել, կամ եկեք դատի տվեք։ Դուք սարքում եք սեփականատիրոջ գլխին, որպեսզի այգին ձեր ուզած մարդուն տակ կամ ձեզանով անեք։ Ստորաբար տասնյակ տարիների այգին փչացնելով։ Ստորաբար ցեղ շպրտելով են մարդկանց վրա, ովքեր ուզում են մի բան անեն ու դուք համառորեն քանի տարի է թույլ չեք տալիս։ Սա Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրն է։ Ես կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ ասենք Տիգրան Ավինյանի հայրը, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը փորձի Ավինյանին կարգի բերի կամ ասի, այս, չգիտեմ, տարերը սենց մի գրի, այս բառը սենց մի գրի, այսպես չի կարելի պղծել մարդկանց, չի կարելի խաբել, Նիկոլը վախենում է, որ Ավինյանի հայրը այն ածականը, որ ասեց այն մեքենաների վարորդին, իրեն էլ կասի։ Մի վախեցի, Նիկոլ Փաշինյան, տես այդ օպելների վարորդները դատի տվեցին, քանի միլիոն դրամ դա դու գանք վճարեց այդ համբալ բարի համար, որ քեզ էլ ասի մենք քեզ կպաշտպանենք։ Օպելների վարորդները նորից դատի կտան։ Մի վախեցի Տիգրան Ավինյանից։ Եվ մի կտրի մեր արմատը։ Մի վախեցի Ժաննա Անդրեսյանից։ Երբ ասում եմ, ես ինչ եք անում, ինձ ասում են դու Նիկոլին, վայ, խեղդում ես, գզում ես, բան, չգիտեմ, իմ ճաշակով չի, ես սիրում կանանց եմ սիրում գզել, հաստատ Նիկոլին գզողը չեմ։ Բայց հայերենի այ բենարանում, առաջին դասարանի դասագրքում, Մեսրոպ Մաշտոցի նկարը չկա։ Եվ հանկարծ այն օրը Ժաննա Անդրեսյան կոչվածը, Պետրոսը թող չնեղանա, ես նախարարին եմ ասում, իր կնոջը չեմ ասում, մեզ իշի տեղ դրած, ասում է, QR կոդով կարող եք գտնել, լավ է, QR կոդով, ճակատիտ պիտի լիներ Մեսրոպ Մաշտոցի նկարը, որպես նախարար, առաջի հայերենի ուսուցչի։ Հարևան ադրբեջանցիք իրենց համար հերոս են ման գալիս, մտավորական ու, չգիտեմ, տար ու բար ստեղծող են ման գալիս, ուրիշ երկրներից գողանում, անուն ազգանունը փոխում, որ դա իրենց ինքնությունն է։ Հայերենի այբուբենը ստեղծող առաջին ուսուցչի նկարը, այդ ինչն էր ձեզ խանգարում, որ այբենարանում չկա, առաջին էջում չկա։ Ինչն էր ձեզ խանգարում, չլինի նորաձև կրթությունը։ Հա, Նիկոլ Փաշինյան, ես ինչ ասեմ ձեզ, մի տեսա փորձ չի մարդկանց արմատից կտրելը։ Մի կողմից Ժաննա Անդրեսյան կոչվածն ասում է QR կոդով կարող եք Մաշտոցին տեսնել, մյուս կողմից Ավինյանն ասում է երեխեք ինչու են դպրոց հեռախոս տանում թող։ Դուք հասկանում եք ընդհանրապես ինչով եք զբաղված։ Հասկանում եք, որ մի օր խաղը կպրծնի։ Նիկոլ Փաշինյանը բոլորիդ է վերաբերվում, բոլորիդ է վերաբերվում, այդ այերը երբեմն ձեզանից արդեն ժառանգություն մնաց, ամեն անգամ ա, ազգային ժողովում ա, տարը գլուխները տուտի։ Հիմի 5-րդ դասարանի դասագիրք եք մաթեմատիկայի ստեղծել, անցած անգամ ասացի, ավելի մեծ ավանակություն չի լինում, Ադի-բուդի ծնողների անունն է, Մաթեմյանների ընտանիքը, այդ դասագիրքը այնքան թույլ է, որ դպրոցների ուսուցիչները մաթեմատիկայի լրացուցիչ հանձնարարություններ են տալիս երեխեքին, որ դրանով եթե դասավանդեն, ապա այդ երեխեքը մեղք են, հետ կգնան։ Այս անուղեղության պատասխանատուն ով է։ Ով է Ժաննա Անդրեսյանին, Տիգրան Ավինյան կոչվածին եւ մյուսներին նշանակում պաշտոնի։ Նիկոլ Փաշինյանն է նշանակում։ Ումից պահանջենք։ Ում նշանակած մարդիկ են ապուշի պես քաղաքի պատերին ոչ հայերեն գրություններ թույլ տալիս գրել։ Նիկոլ Փաշինյանի։ Բա ես ումից պահանջեմ։ Էրդողանին դիմենք, թե Պուտինին։ Այստեղ է խնդիրների խնդիրը եւ էժանացնել ամեն ինչ պատասխանատվությունն ու պարտականությունը, չգիտեմ, թազա հավեր երկաթի ձվեր, Ժաննա Անդրեսյանն ասում է, QR կոդով երեխեն կգտնի։ Բամոտ չեկան։ Ուր է ձեր պարկեշտությունը։ Միթե Նիկոլ Փաշինյան հանկարծ մտածում եք, թե կարող եք հայոց պորտալները կտրել։ Ինչքան էլ դուք այսօր փորձեք, չգիտեմ, այդ
Ստալինի թիկնոցը հակած կամ Չինաստանի ղեկավարի մանգակ, դուք դրանից չեք։ Մի կապկեք, դուք ձեր ժամանակում պարտության մատնվեց Հայաստանը, դուք ձեր մեղքի մեծ բաժինն ունեք։ Եվ հիմա շարունակել ինքզինքը երկնքից իջած նոր տեխնոլոգի եւ այստեղ հաց այստեղ կաց տրամաբանությամբ ինչ-որ բան ստեղծել, չի ստեղծվելու։ Լափը մնում է լափ։ Լափի մասին չի հայրենիքը։ Այստեղ է իմ անհամաձայնությունը։ Ես նաև գիտեմ այսօրվա անդիմադիր կոչվածները ինչ աղբ են։ Նրանք ստեղծեցին այս ամեն ինչը, նաև ձեր լինելիությունը, ցավալիորեն։ Ինչ որ աղջիկ էր կնգանման մեկը կանգնած էր փողոցում, դրել էր Ալեն Սիմոնյանի նկարն ու ինչ կասեք Ալեն Սիմոնյանի ուրիշ, որ ասում է ուղեղազուրկ էլ գալիս է ու թքում։ Փորձում են, չգիտեմ, սևը սպիտակ ներկայացնելով մանգան, իմ խնդիրը Ալեն Սիմոնյանը չի։ Բայց ես չի հետաքրում, այն որ եկավ մեկը սադրեց Ալեն Սիմոնյանին, ասենք եկավ վատ բառ ասեց, այս մարդը ապտակելու փոխարեն թքեց վրան, լավ։ Այդ տղեն Ալեն Սիմոնյանի թուք երեսին հերախոսով իսկույն նկարում է, թուքը չի մաքրում է, որ վրան թքել են, այս նկարում ման է գալիս, բայց ես չէ հետաքրքրեց, այս անասունը հատուկ դրա համար էր եկել, թքվելու համար, վիրավորեց մարդուն, լավ իմանալով, որ չի ապտակի գուցե մի բան կանի։ Երբ հայտնի թքելու պատմությունը տեղի ունեցավ, ես ինքս արձագանքել եմ եւ ասել մի բան։ Ալեն Սիմոնյանը կլինի թե ով, պետք է, եթե պաշտոնյա զուսպ լինի, շատ ավելի զուսպ, քան ես սովորական քաղաքացի։ Ես այսօր կարող եմ այստեղից, չգիտեմ, մի բան էլ ավել ասել գուցե, բայց ես պաշտոնյա չեմ, ես պարտավոր չեմ, իսկ պաշտոնյան պարտավոր է։ Ես էլ եմ պարտավոր իհարկե, բայց պաշտոնյան հատկապես։ Բայց թե այդ թքելու ոդիսականը ինչ էր եւ ինչ նպատակ ուներ, բոլորիս պարզ է։ Հիմա սելը անիվը պտտում են, նորից բերեն, հասցնեն, չգիտեմ, Ալենին, եկեք Ալենի նկարը դնենք, թքեն վրան։ Այդ գիտեք ինչից է գալիս Նիկոլ Փաշինյան։ Այդպես պիտի լինի, քանի դեռ դուք Ավինյանանման, բանջարաբոստանային կուլտուրաներին եւ Անդրեասյանանման նախարարներ եք նշանակում, ովքեր սխալը չեն ընդունում, ովքեր տեսնում են, որ այս բանը ճիշտ չի, թքած ունեն եւ երեխու գիտելիքի վրա, իրանց ադի-բուդին է, չգիտեմ, ձերը լռելն է, դրա համար այդ թքոցին շատանալու է եւ հանիրավի թքվելու են շատ շատերը։ Ուր եք տանում։ Յո երթակ։ Այստեղ է խնդիրների խնդիրը։ Կոչս Նիկոլ Փաշինյան, այն Տիգրան Արզականցյանի ասած մուշքդ գլուխդ հավաքի։ Դեռ ոչ ոքին չի հաջողվել։ Ոչ մի հավ երկաթի ձվեր չի աճում, չի կարողացել, իմաստ չունի, այդպիսի ձվեր չկան, այդպիսի որովայն չունեն հավերը։ Այն ինչ հայինն է, արմատինն է ու մաքուր է, մի շարունակեք պղծել, թեկուզ անգիտակցաբար։ Մի խոսեք այն ամենի մասին, ինչից տեղյակ չեք։ Մի փչացրեք։ Անկախ ամեն ինչից, որ դուք հիմա ունեք վերարտադրվելու հնարավորություն, քանի որ դիմացը պահել եք քոչարնասերժական հորդաններին, օգտագործում եք դա, մի օր դա պրծնելու է։ Եվ գիտեք, ատելությունն այնքան շատ կլինի, երբ որ որոշ մարդուկներ ասում են, այդ ինչ մանր հարցերից եք խոսում, սատանան մանրուկներում է։ Եթե այսօր մի քիչ փեշը բարձրացնել թույլ տվեցիր, վաղը հետույքն ու մնացած օրգաններն է աչքներս կողելու։ Եթե այսօր մենք լռում ենք պղծվածի սխալի համար, ասում ենք դե ոչինչ, կարապատին սխալել գրվի, վաղը օտար լեզվով է գրվելու։ Ինչու՞ չէ, որ ինչ տարբերություն։ Այսա փորձ է արմատից կտրելու։ Եթե այսօր հայրենի առաջի ուսուցչի նկարը չկա այ բենարանում,
տար ստեղծողի նկարը չկա, QR կոդով պիտի գտնել, վաղը դա ընդհանրապես մոռանալու են, ու չեք իմանալու դուք հայ եք, թե չգիտեմ, մոլախոտ։ Շնորհիվ այն քաղաքականության, որ ոնց որ թե այսօր կամ ինքն են հիմարի տեղ դրա շարունակում, կամ չգիտեմ ինչ են անում, չեմ կարող հասկանամ, չեմ կարող ընկալեմ այս պարզ ճշմարտությունները, ով պիտի տեսնի, որ չի տեսնում, ով պիտի լսի, որ չի լսում։ Այս մարդանմաններին ով է աշխատանքի ընդունելու պաշտոնի նշանակել Նիկոլ Փաշինյանը, դուք էլ պատասխան եք տալու, նրանք ինչ կանեն չեն անի, պատասխանը դուք եք տալու, այնպես որ վերանայեք ձեր մոտեցումները մարդկանց, գործարարներին, իմ ու քո Ավինյանանմանների իրավունք չունեն անելու, ազնիվ եղեք եւ մի պղծեք կրթական համակարգը, մի արեք ապուշություններ, մի տպեք դասագիրք, որի պատճառով այլ դասագրքերից են գտնում, որ դասավանդեն, որ այդքան թույլ չլինի։ Մի ադի բուդի ասեք, մաման ադինա, պապան բուդինա կամ հակառակը, չկա նման ապուշություն աշխարհում։ Եվ այսպես շարունակ։ Սա չգիտեմ ինչ ասեմ երբեմն այնքան անհույս նայում եմ, բա այսքան էս աստիճանի ուղեղազուրկ կլինի մարդ։ Չեմ ուզում ասեմ թշնամի եք։ Ուզում եմ հավատամ, որ խելքները չի հասնում, կամ ձեզ չեն ասում։ Չգիտեմ, էլ ինչ ասեմ։ Մաքրեք այս ամեն ինչը։ Բարոյականությունը մի տրորեք։ Պարոն Փաշինյան, ոչ միտեղ չի տանի դա։ Իսկ նարապես հայ ժողովուրդը կա լինելու է եւ այնպես արեք դուք էլ ճիշտ լինեք ու ճիշտ հիշվեք։ Կհանդիպենք։